Այն ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, դա ասեցյան խաղաղության գործընթացի կարող եմ ասել մեկ այլ փուլ է, բայց նույնիսկ այդ փուլում փոխվող փուլում լինելով հանդերձ ինքը մեկնարկային փուլ է։ Այսինքն սրանով ամենևին մենք չպետք է սպասենք, որ սրանից հետո խոսույթները պետք է փոխվեն բացարձակ։ Նույնիսկ ավելին, կարծում եմ, որ հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը մտնելու են նարատիվների պատերազմի մեկ այլ դաշտ, շատ ավելի գործուն դաշտ, ինչու, որովհետև հիմա արդեն Ադրբեջանը պետք է փորձի հնարավորինս հիմնավորել, արմատավորել իր սուբհեգեմոն դիրքը տարածաշրջանում, իսկ սուբհեգեմոն դիրք ուրեմն ամրապնդելու ճանապարհին պետք է հնարավորինս մատնանշել Հայաստանի, ինչպես ինքն է արտահայտվում, օկուպանտ լինելը, ուրեմն կապիտուլյացիայի ենթարկվելը եւ իրեն ներկայացնի ավելի դրական կառուցողական լույսի ներքո։ Սրան մենք պետք է պատրաստ լինենք։